Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր ես ցանկանում եմ ձեզ ցուցադրել խաղողի տերևը, թե ես որ տարբերակով եմ պահում ձմռան համար։ Հավատացեք, ես բոլոր տարբերակները փորձել եմ եւ սառցախցիկում չոր փակել, փորձել եմ մի քանի օր թողնել, որ մի քիչ թորոմի բանկաների մեջ փակել, մի խոսքով ոչ մի տարբերակը ինձ դուր չի եկել, բայց շատ-շատերիդ համար կարող է դա շատ լավ տարբերակ է։ Ես նորից վերադարձել եմ ավանդական, ինչպես կասեն, տատական ձևին, տերևը աղ դրած, դա մի ուրիշ բան է, այդ աղ դրած տերևով դուք տոլմա եք փաթաթում, ամբողջ բուրմունքը թաղով մեկ է տարածվում, դա նույն բան է, որ շատ համեղ թթուն դնում եք սեղանին, ինչ բուրմունք է տարածվում, բավականին տարբերություն կա, համենայն դեպս ես նախընտրել եմ այս տարբերակը։ Տերևների կոթունները կտրել եմ, բայց շատ խորը չենք կտրում, այսքան մի փոքրիկ կոթ ենք թողնում, պոչիկից թողնում ենք, որպեսզի չլխկվի, անպատճառ այսքան պետք է թողնել, բայց ոչ երկար։ Մենք հիմա տերևները պետք է մանրակրկիտ լվանանք։ Տերևները լավ լվացի, այժմ լվանալուց հետո պետք է ծալենք, այսինքն, ինչպես ասում ենք, պետք է դարսենք։ Ահա, լվանալուց հետո ես այսպես ծալեցի տերևները, իսկ հիմա պետք է աղաջրով ոչ թե եփենք, այլ դաղենք աղաջրի մեջ։ Այստեղ ես ունեմ 3 կիլոգրամ տերև։ 1 լիտր ջրին պետք է լցնենք 3 ճաշի գդալ աղ, ավելի լինի չի խանգարում։ Այստեղ ես ունեմ 2 լիտր։ Երբ աղաջուրը սկսում է եռալ, տերևների կապերը հենց այսպես տեղավորում ենք եռման աղաջրի մեջ։ Ահա, տեղավորեցինք, շատ արագ, առաջի կապը սա էր, որ տեղավորել ենք, մի անգամից շրջում ենք, ուրիշ ոչինչ չի կատարվում, մեկ անգամ ենք այս գործողությունը անում, արդեն տեսնում ենք, որ այս կողմն էլ գույնը փոխել է մի թեթև, անմիջապես տեղափոխում ենք տարայի մեջ, որի մեջ որ պետք է պահեմ։ Այստեղ տեղափոխելուց հետո անմիջապես, նայեք տեսեք, կարտոֆիլը ճզմելու գործիքով շատ ուժեղ սեղմում ենք, նստացնում ենք։ Ահա 3 կիլոգրամ տերևը տեղավորել եմ այս տարայի մեջ։ Ես հիմա պետք է լավ սեղմեմ, պետք է ինքը նստի։ Տեսակ, տակ, այս լավ սեղմելը շատ կարևոր է։ Կափարիչով փակում եմ և սառելուց հետո կտեղավորեմ սառնարանում։ Իսկ այս պահին պետք է ցուցադրեմ, թե ինչպես ենք ապակետարանների մեջ ապահով պահում մեր խաղողի տերևները։ Տերևը աշխատում եմ ծալել, այսպես, հենց ջրի մեջ, այսպես, և տեղավորում եմ բանկայի մեջ։ Բանկայի մեջ ավելացած ջուրը դատարկում եմ, կրկին ասեմ, որ շատ կարևոր է ամուր սեղմելը, որքան ուժ ունեք, որքան կարող եք սեղմեք, թող սեղմվի, նստի։ Եվ ինչ ենք անում, հենց այսպես կափարիչը տեղադրում ենք և տանում ենք ամրացնում ենք, ուրիշ ոչինչ, անմիջապես ամրացնում ենք կափարիչը։ Ահա, այս տարբերակը ես այսպես սառնարանում եմ պահում, կարող եք դուք էլ սառնարանում պահել, կարող եք նաև սառցախցիկում պահել, բայց ընդհանրապես ես սառցախցիկում պահած երևի միայն պաղպաղակն եմ շատ սիրում։
Սա այս տարբերակն էր, իսկ սա տեսակ ինչպես արագ գեղեցիկ ամուր փակեցինք եւ վերջ ուզում եք պահեք քանի տարի վարկելիներս պատրաստեք այս տարբերակով իրոք որ շատ հարմար է իսկ կգտնվեն մարդիկ ասեն վայ աղի կլինի չէ աղի չի լինի դուք եթե պետք է տոմա պատրաստեք դրա համար առաջի հերթին բացեք անում տերևը մի տարայի մեջ եք լցնում մի վեր տարան դնում եք հոսող ջրի մեջ 1-2 ողողում եք կատարում ու թողնում եք ջրի մեջ մինչև դուք պատրաստեք խճողակը ինչ որ գործողություններ որ ձեր տոմայի համար դուք պատրաստում եք տերևը պտղամիս չունի որ աղմներ ծծի ու շատ դժվարությամբ դուրս գա դա ընդամենը տերև է 1-2 ողողում ամեն ինչ իր տեղն ենք նում բայց այնպեսի բուրումնավետ տերև է որ դե ինչ այս տարի էլ պատրաստեցինք հուսանք ձմեռը խաղաղ կլինի եւ համով կուտենք դուք էլ պատրաստեք եւ թող անուշ լինի